Նոյան տապանում ժյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բաքվի բանտից ձայնային հաղորդագրություն ուղերձ է ուղարկել Ռուբեն Վարդանյանը, նա մասնավորապես շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մտահոգված են իրենց վիճակով, նաև նշել է, որ պատրաստ է եղել ավելի վատ պայմանների, գիտակցված է գնացել հացադուլի որոշմանը։ Ես փոքրիկ մեջբերում անեմ, ասում եմ, ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է։ Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց ուզում եմ ասել հետևյալը. դատում եմ ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին։ Ու եթե դու դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը ի ափսոսանք բոլոր կողմերի։ Իհարկե ընդարձակ ուղերձեր, ես ամենակարևոր իմ կարծիքով հատվածը մեջբերեցի։ Հիմա հասկանանք Ալիևյան ռեժիմը այս փուլում, այս խնդիրը սրելով ինչ խնդիր է լուծում, այս թեման հարցը, գերիների հարցը այսպես սրելով ինչ խնդիր է լուծում, ինչ տարբերակներ կան մեր գերիների վերադարձի հետ կապված եւ ուզում եմ մեջբերել Էդմոն Մարուքյանի պնդումը, որ պետք է վերադառնալ նոյեմբերի 9-րդ կետի կատարմանը, նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների կատարմանը, այս հարթակում նաև հասնել գերիների վերադարձին։ Նախ ասեմ հետևյալը, որ Ադրբեջանը փորձում է գերիներով կորզել ցուցմունքներ Հայաստանի Հանրապետության դեմ եւ որպեսզի ցույց տա, որ Հայաստանի Հանրապետությունը ագրեսոր երկիր է, Հայաստանի Հանրապետությունն է ագրեսիայի ենթարկել Ադրբեջանը եւ այդ ցուցմունքները կորզելուց հետո կարող է նաեւ տնտեսական հայցեր ներկայացնել, նաեւ ագրեսորի դեմ գործած ագրեսիայի դիմաց որոշակի քաղաքական սահմանափակումներ դնել են, ինչը ինքը ասում էր զորքերի վերահսկման, զինատեխնիկայի վերահսկման, այսինքն մոտավորապես ինքը ուզում է ստանալ այն, ինչը երկրորդ համաշխարհայինից հետո կիրառվեց Գերմանիայի վրա, ֆաշիստական Գերմանիայի վրա, զրկելով նրան բոլոր պետության մի շարք ատրիբուտներից, այդ թվում բանակ, զինտեխնիկա եւ այլ, այդ ամեն ինչը սահմանափակելով եւ բնականաբար այս դատավարության համատեքստը դրանում է դատավարությունից հետո, դատավարության ավարտից հետո, երբ որ անկախ նրանից ինչ պատժամիջոցներ կլինեն, ես տեսակետ էի հայտնել, որ կգան լավ ժամանակներ եւ բոլորին բաց կթողնեն, որովհետեւ այդ դատավարությունից հետո ցուցմունքները ստանալուց հետո իրենք այլևս Ադրբեջանին պետք չեն եւ իրենք կդառնան բանակցությունների կամ առևտրի առարկա, ինչպես նախկին 30 հոգուն, որ բաց թողեցին, այսինքն դրանք էլ եթե հիշում եք 15 տարի, նույնիսկ ցմահ դատապարտված կար, որոնց դատապարտել էին, բայց իրենք բաց թողեցին, կարծում եմ Ալիևը, ոչ թե կարծում եմ, համոզված եմ, որ դրանից հետո դատապարտյալներին բաց կթողեն, իսկ մինչ այդ որևէ պարագայում, քանի այդ ցուցմունքները չեն կորզել եւ իրենց դատարանով եւ իրենց դատանի վճռով չեն հիմնավորել, որ պատերազմը կամ Ադրբեջանի խորքեր կրակելու հրամանները եկել են Հայաստանից, Հայաստանի գլխավոր շտաբից, գլխավոր շտաբի պետից, վարչապետից, որևէ կերպ ինչին ուզում ես հետ վերադարձի, իրենց բաց չեն թողնելու։ Ամբողջ խնդիրը սրանում է։ Իհարկե Լեռնային Ղարաբաղի իշխանությունները չպետք է գերու կարգավիճակում հայտնվեին, այս բառիս ամենալայն իմաստով, չգիտեմ, նաև այս առումով թող դաժան չհնչի իմ տեսակետը, բայց Ռուբեն Վարդանյանն էլ ասում է, որ մարդկային կյանքից ավելի կարևոր բաներ կան, սա լուրջ մտածելու խնդիր է, այդ հայրենիքն է, այո, զոհերի հիշատակը պահելու, արած գործը շարունակելու եւ այլնի, բայց ես չեմ ուզում այդ առումով դատել, թե ինչ քայլեր կար, խնդիրը նրանում է, որ իրենք մինչեւ վերջի պահը հույսները դրել են նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա, ինչպես ձեր նշած անձը Էդմոն Մարուքյանն է հույսը դրա վրա դնում, եւ այդ հույսը ռուսների վրա դնելով հանդերձ, ռուսներին մինչեւ վերջ ծառայելով հանդերձ, իրենք հայտնվել են ադրբեջանցիների ձեռքում եւ Բաքվի բանտերում։ Այսինքն ռուսների համար բացարձակ խնդիր չէր
իրենց որևէ ուղղաթիռով հետ Հայաստան ուղարկելու, առավել եւս որ ի տարբերություն այսօրվա իշխանությունների իրենք մինչև վերջ նվիրված մնացին Ռուսաստանին, նույն Ռուբեն Վարդանյանը բարձրաձայնում էր, ասում էր Արայիկ Հարությունյան, դու խոստացել էիր, որ պիտի հրաժարական տաս, տվեց Արայիկ Հարությունյանը այդ հրաժարականը եւ այսօր Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի բանկտում է, իսկ ում առաջարկով էր, որ Արայիկ Հարությունյանը պիտի հրաժարական տար, իհարկե Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Լեռնային Ղարաբաղի մնացած վերնախավի, ինչ էին իրենք ուզում, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, որովհետև ասում էին, որ ռուսները կասկածում են Արայիկ Հարությունյանին, նա վստահություն չունի, քանի որ բանակցել է Բոնոյի հետ եւ պատրաստ է եղել գնալ Սոֆիա ամերիկյան հովանուտակ բանակցությունների, հետեւաբար բերենք մարդու, ում ռուսները վստահում են, եւ այդ պարագայում խնդիրները կլուծվի եւ Լաչինի միջանցքը կբացվի եւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կգործի, որովհետև այն մարդիկ, ովքեր նոյեմբերի 9-ի փաստաթղթին են հղում անում, պիտի հիշեմ, որ այն ժամանակ, երբ որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գոնե ձևականորեն պահվում էր, Լաչինի միջանցքը փակ էր, ու իրենք էլ էին պնդում, Հայաստանի իշխանություններն էլ էին պնդում, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթին կպած մնալ է պետք, մենք էինք ասում, որ այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ բան չի տալու, ռուսների հետ եռակողմ պայմանավորվածությունը ոչինչ չի տալու, այսինքն ռուսները իրենք հանձնեցին այդ մարդկանց եւ չեմ բացառում նաեւ որ ռուսները հանձնել են հենց նրա համար որ Ադրբեջանը այդ մարդկանցից կորզի այն ցուցմունքները ինչ ուղղված կլինի Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների նրանց ավելի թուլացնելու համար եւ միանշանակ դատավարությունը որպես այդպեսին բարոյական առումով կիսում եմ Ռուբեն Վարդանյանի մոտեցում այդտեղ դատում են մեզ բոլորիս այդտեղ դատում են Հայաստանի Հանրապետությանը եւ դա լրջագույն ամոթ է որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, որոնց մի մասի հետ ես իսկապես ընկերական հարաբերություններ եմ ունեցել, նույնիսկ ընտանիքների մակարդակով, խոսքս Արկադի Ղուկասյանի մասին է, խոսքս Բակո Սահակյանի մասին է, բացարձակ չի ուզենա, որ իրենք այդ կարգավիճակում լինեն։ Բայց լուծումը տեսնում եմ այսպիսին։ Այս փուլում չեմ տեսնում դատական գործընթացը կասեցնելու որևէ բան, այսինքն ընդունես նոյեմբերի 9-ը, չընդունես նոյեմբերի 9-ը, այս մեղմ ասած շատ վառ երևակայություն պիտի ունենաս, որ մտածես, որ այդ ընդունելուց հետո Ադրբեջանը կհրաժարվի դատական գործընթացները դադարեցնել եւ սկսել բանակցել գերիների հետ վերադարձի առումով։ Դե նկատի ունի երևի որ միջանցք այդ երազած միջանցքը տան, գուցե Ռուսաստան Ադրբեջան համաձայն են վերադարձնել գերիներին։ Գիտեք, նախ դրանք համադրելի արժեքներ չեն։ Միջանցքը եւ գերիների հետ վերադարձը դրանք համադրելի արժեքներ չեն։ Այսինքն միջանցքը տալը դա Հայաստանի Հանրապետության անկախության զիջել է։ 6000 զոհ եւ 11000 վիրավոր մենք տվել ենք նախորդ պատերազմում մեր ինքնիշխանությունն ու անկախությունը եւ Լեռնային Ղարաբաղը պահելու համար եւ մոտավորապես 4000 զոհ եւ այդքան էլ վիրավոր էս պատերազմի ու այս զիջելուց պիտի հաշվի առնես որ դու այն մարդկանց արած գործը համարում ես անիմաստ այսօր մենք ունենք Հայաստանի Հանրապետություն պետությունը որը գործոն է որը աշխարհի տարբեր ցուցանիշներով հաշվառվում է որը գործոն է թե արևմուտքի համար թե արևելքի համար եւ որի հիմնական խնդիրը ճանապարհներ ունենալն է եւ այդ ճանապարհն է հիմնական բանակցային ընկրվանը որով մենք հետաքրքիր ենք դառնում աշխարհին երկրորդ եթե անգամ 10 էլ բաց չեն թողնելու որովհետև իրենք չեն կասեցնելու դատական գործերը այսինքն այդ դատական գործը շարունակելու են էլի մեղադրելու են ու մեղադրելուց հետո առևտուր են անելու նոր հետ վերադարձնել ամբողջ խնդիրը սրանում է ես համոզված եմ որ գերիներին բոլորին էլ 1-2 տարի հետո դատական վճռից հետո Ալիևը առևտուր անելով չգիտեմ Ֆրանսիայի հետ, Միացյալ Նահանգների հետ, Հայաստանի Հանրապետության հետ է վերադարձնելու, որտեղ այլևս այդ գերիները իր համար որևէ արժեք չունեն։ Եվ ինքը դրանով հումանիստ է դուրս գալու, որ տեսեք ինչ խնդիր լուծեցի։ Այսինքն այդ ցուցմունքները կորզելը իրենց կհաջողվի, թե այստեղ այնուամենայնիվ հույս ունենալ, որ մեր գերիները կամային ինչ-որ հատկանիշներ կդրսևորեն, առավել եւս որ արդեն ունենք որոշ մարդկանցից
վերցրած ցուցմունքներ։ Եվ ինչպես տեսնում ենք, այդ մարդիկ Հայաստանի դեմ առայժմ հայտարարություններ չեն արել։ Գիտեք, շատ հակասական բաներ են գալիս, ես չէի ուզենա որևէ մեկի պնդումը հաստատել կամ հերքել, կան լրատվամիջոցներ, որոնք գրում են, որ թե Արայիկ Հարությունյանը, թե նախկին պաշտպանության նախարարը հաստատում են, որ իրենք, որ ռազմական գործողությունները պլանավորել են Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբում, հրամանները տվել է Օնիկ Գասպարյանը եւ որ Ադրբեջանի խորքեր ռմբակոծելու հրամանը եկել է Հայաստանի Հանրապետությունից եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր իշխանությունից։ Այսինքն նման հոդվածներ արդեն համացանցում տվել են իրենք նման ցուցմունքներ, թե չէ, ես չգիտեմ, բայց ամենայն դեպս ես հետևում եմ նաև ադրբեջանական լրատվամիջոցներին եւ Ադրբեջանի առումով ադրբեջանական դիսիդենտների, որոնք գտնվում են Ադրբեջանից դուրս, մասնավորապես Արեֆին, որը ասում է, որ կինը առաջին քաղբանտարկյալն է եղել Ադրբեջանում, մինչև այդ ոչ մի կին չի եղել, հետո ինքն է բազմաթիվ անգամներ եղել։ Ինքը պնդում է, ասում է, որ Ադրբեջանում նման դատավարություններից առաջ միշտ դատախազական կողմը փաստաբանների միջոցով պլանավորում է, թե դատարանում ինչ պիտի խոսեն մեղադրյալները եւ իր կարծիքով բացի Ռուբեն Վարդանյանից մնացածը բոլորը այդ պլանավորման համատեքստում են, միայն Ռուբեն Վարդանյանն է, որ այդ պլանավորումից դուրս է, իսկ Ռուբեն Վարդանյանն այդ պլանավորումից դուրս է, որովհետեւ ունի անձնական փաստաբան, որը ազգությամբ հրեա է, իսկ հրեաներին Ադրբեջանում շատ չեն ճնշում, որովհետեւ Իսրայելի հետ լավ հարաբերություններ ունեն եւ ինքը կարողանում է այդ համատեքստից դուրս գործել, դրա համար էլ Ռուբեն Վարդանյանի վրա ճնշումներն ավելի մեծ են։ Հիմա այս կարևոր փուլում Միեդում Հայաստանի իրավական հարցերով ներկայացուցիչը աշխատանքից ազատման դիմում է գրում, ասում է գնում եմ գիտական գործունեությամբ զբաղվելու, Եղիշե Կիրակոսյանի այս պարզաբանումը չի բավարարում մարդկանց, ավելին իրենք կասկածներ ունեն, որ սա կապված է Նիկոլ Փաշինյանի հայցերը հետ կանչելու այդ գործընթաց սկսելու հետ ուղիղ կապ են տեսնում։ Հիմա ինչ եք կարծում, եթե իսկապես այդպես է եւ Հայաստանը պատրաստվում է հայցերը հետ կանչել, արդյոք սա գոնե մեկ քայլով կմոտեցնի այդ հնարավոր խաղաղություն կոչվածին Ադրբեջանի հետ։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայցերը կարող են հետ կանչվել երկկողմանիության սկզբունքով եւ եթե այդ սկզբունքը պահպանվի, այդ դեպքում հնարավոր է։ Եվ հայցերի հետ կանչի մեխանիզմը ըստ Նիկոլ Փաշինյանի ասացի պիտի նայվեր խաղաղության համաձայնագրից հետո։ Այսինքն ինքը պիտի լիներ խաղաղության համաձայնագրի համատեքստում այդ համաձայնագիրը հաստատելուց հետո գնար հայցերի հետ կանչման մեխանիզմը։ Իրավական առումով ես այդ թեմայով զրուցել եմ Արտակ Զեյնալյանի հետ եւ Արտակը ինձ ասել է, որ այն հայցերը, ինչի իրենք ունեն, դրանք մասնավոր ընկերությունների կամ անհատների հայցեր են, որոնք իրենց սեփականության իրավունքն են վիճարկում, նաև իրենց Լեռնային Ղարաբաղում ապրելու իրավունքն են վիճարկում եւ այդ հայցերը որևէ մեկը չի կարող հետ կանչել։ Այսինքն մարդը իր պապերով, ապու պապերով ապրել է այդտեղ, դա իր տարածքն է, ինքը այդտեղ վարկ է վերցրել, չգիտեմ, արևային էներգետիկայի կենտրոն է, հիդրոէներգետիկայի կայան է կառուցել եւ այլ եւ այսօր աշխարհի բոլոր օրենքներով դատական հայցերով ինքը հաղթելու է եւ Նիկոլ Փաշինյանը կամ Եղիշե Կիրակոսյանը այդ հայցերի վրա ազդել կամ չազդելու հնարավորություն չունեն։ Իրենք վճարում են փաստաբանին, փաստաբանը այդ գործը հասցնում է դատարաններ, իհարկե այդ տևելու է 3-4-5 տարի, բայց միևնույն է այդ դատական հայցերով, ովքեր սեփականության թղթերն ունեն, իրենք դա հաղթելու են։ Մնացած միջպետական դատական հայցերը, որոնք հիմնականում էկոլոգիական բնութագիր ունեն կամ վնասի փոխհատուցման, մասնավորապես Ալիևն ասում է, որ այն 7 շրջանները, որ մենք ազատագրված տարածքներ ենք համարում, ամբողջությամբ թալանվել են եւ այդ վնասը անցնում է Հայաստանի բյուջեի եռապատիկը եւ ինքը այդ թալանված նախքին եղած քաղաքների նկարներով, նորով, ռմբակոծվածով եւ թալանվածով փոխհատուցում է ուզում պահանջել Հայաստանն էլ այլ հարցերով, պլյուս էկոլոգիական առումով ասում է, որ կիրառվել է Դրամբոնում, Կաշենում, ընդերքը աղտոտել են եւ այլ այս բաներով հայցեր ունեն եւ այստեղ
հայցերի փոխադարձ զիջման, ասենք փոխադարձ ներման, որ միմյանցից գումարներ չպահանջեն, այս համատեքստի մասին է խոսքը, չեմ կարող ասել, ես իրավական առումով մասնագետ չեմ եւ մոտեցումներս եւ գիտելիքներս այդ առումով միջինից էլ մի քիչ ավելի ցածր մակարդակի վրա է, միշտ հույսս դրել եմ Արտակ Զեյնալյանի վրա եւ չեմ սխալվել այդ առումով, կարծում եմ Եղիշե Կիրակոսյանի հրաժարական տալը միանշանակ բացասական ազդեցություն է ունենալու, որովհետև ինքը այդ դաշտում հրաշալի պայքարում էր, ինքը ճիշտ գործեր անում, ինքը ամբողջությամբ խորացած է, եւ եթե ինքը գտնում է, որ այդ հայցերից հրաժարվել պետք չի, ուրեմն այդ հայցերից հրաժարվել պետք չի, ես չգիտեմ, ինքը այդպես գտնում է, թե այդպես չի գտնում։ Եթե ինքը այդպես գտնում է, բայց չի բարձրաձայնում, այդ լավ չի, այդ լավ չի։ Իսկ եթե ինքը այդպես է գտնում ու հրաժարվում է դրա համար, արժեր այդ առումով բարձրաձայնել, որ հայցերի խնդիրն է, ես դեմ եմ դրան, այդ հայցերին հետ կանչելուն դրա համար հրաժարական եմ տալիս, թող գան նրանք, ովքեր կողմ են։ Ես կարծում եմ, որ Եղիշեն հրաժարական տալիս է հենց իշխանությունների կողմից հայցերի հրաժարվելու պատրաստ լինելու առումով, որտեղ մարդը երկար տարիներ աշխատել է այդ հայցերի վրա, բերել է հասցրել է նրան, որ այդ հայցերը իրավական հարթությունում կարող են հաղթանակներ ապահովել ու հիմա իրեն ասում են կամ կանգնի, կամ ասում են, որ անհրաժեշտության դեպքում պիտի այդ հայցերը հետ կանչենք, բնականաբար մարդը պիտի հրաժարվի։ Հիմա ավելի լայն թեմաների գալով, պարոն Սարգսյան, ԱՄՆ նախագահի քաղաքականությունը ուր է տանում աշխարհը։ Մենք տեսնում ենք, որ Եվրոպան մեծացնում է պաշտպանական ծախսերը։ Մակրոնը հայտարարում է, որ Ռուսաստանը սպառնալիք է ամբողջ եվրոպական երկրների համար, նախաձեռնում է քննարկումներ, որ որպես միջուկային տերություն երաշխավորի եվրոպական մյուս երկրների անվտանգությունը։ Այս ամենը ինչի է հանգեցնելու ի վերջո ինչպիսի մենք աշխարհ ենք ունենալու կամ ինչպիսի աշխարհում ենք ապրելու։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատվել էր որոշակի աշխարհակարգ, որի կենտրոնում մարդն էր, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ այլն։ Հիմա այդ սկզբունքները սկսեցին խախտվել ուժի իրավունքը բանեցնելով եւ եկավ նախագահ, որ տեսավ, որ այդ ուժի իրավունքը կանգնեցնելու մեխանիզմը տանում է ուժի գործադրմամբ ուժի իրավունքը կանգնեցնելուն, այսինքն եթե Ռուսաստանը մտել է Ուկրաինա, ուրեմն ուժով Ռուսաստանին դուրս մղենք Ուկրաինայից եւ այդտեղ վտանգ տեսավ նոր երրորդ համաշխարհային պատերազմի։ Համենայն դեպս իր հայտարարությունների համատեքստը դրանում է եւ ինքն ասաց, որ ես գալիս եմ խաղաղություն հաստատեմ, որ նախ պիտի պատերազմները կանգնեն, որից հետո քննարկենք, թե աշխարհակարգը այսուհետ ինչպես ենք կարգավորելու։ Թրամփի եւ իր թիմի մոտեցումները սրանում են բնականաբար այս առումով, կոնկրետ Ուկրաինայի առումով լուծումներից որևէ մեկը գոհ չի լինելու։ Ոչ Ռուսաստանն է գոհ լինելու, ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ Եվրոպան, որովհետև Ռուսաստանը խնդիր էր դրել վերականգնել սովետական միությունը։ Պուտինը հայտարարում էր, որ 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունը սովետական միության փլուզումն է, իսկ առանց Ուկրաինայի սովետական միության վերականգնում անհնարին էր։ Ինչ էլ տեղի ունենա հիմա, միևնույն է Ուկրաինան այլևս ռուսական չի լինի, հետևաբար սովետական միության վերականգնումը հետ գնաց, պլյուս Ռուսաստանի որպես այդպիսին լինելու հնարավորությունն էլ թուլացավ, եթե հաշվի առնենք, որ ՆԱՏՕ-ն էլ ավելի մոտեցավ Ռուսաստանին, որ հիմա Ուկրաինայում անվտանգությունը ապահովելու համար կարող են տեղակայվել ռուսական զինվորներ, անկախ նրանից, թե սահմանագիծը ինչպես կանցնի, կամ այսօր պատերազմը որ կանգնի 6 ամիս հետո ինչ համաձայնության կգան, բայց ընդհանուր համատեքստը սրանում է։ Ինչ կա այստեղ դրականն է, որ Եվրոպան սկսեց հույսը դնել ինքն իր վրա, որ Եվրոպան հասկացավ, որ ինքը իր տնտեսական, արտադրական, գիտական պոտենցիալով մի քանի անգամ գերազանցում է Ռուսաստանին,
եւ ինքը կարող է Ռուսաստանին դիմակայել առանց Միացյալ Նահանգների աջակցության, ինչի մասին էլ խոսեց Մակրոնը, եւ ինչն էլ հիմի փորձում են անել 800 միլիարդ գումար դնել ռազմական եւ այլ ծախսերի վրա, բանկերը այդ առումով ֆինանսավորել, կենտրոնանալ իրենց անվտանգային համակարգի համար վրա։ Միացյալ Նահանգների մոտեցումը շատ պարզ է։ Իրենց մրցակից համարում են Չինաստանին եւ դա շատ օրինաչափ է, որովհետեւ հաշվի են առնում ինչպես ժողովրդագրական նկարագիրը, այնպես էլ տնտեսական ռեսուրսները, զարգացումները, ազդեցությունների ոլորտները եւ այլը եւ այս առումով ուզում են Չինաստանին մեկուսացնել Ռուսաստանից, այսինքն ունենալ առանձին Չինաստան, ունենալ կոնսենսուս -1 եւ այս առումով առևտուր են անում Ռուսաստանի հետ, բայց նաեւ իրենք չեն ուզում, որ լարվածությունը Ռուսաստան եւ Եվրոպա թուրանա։ Այսինքն Ռուսաստանին անջատում են Չինաստանից, իրենք լավ են Ռուսաստանի հետ, բայց Եվրոպան հանձինս Ուկրաինայի լարված է մնում Ռուսաստանի հետ, սա էլ իրենց ձեռնատու է, որ Եվրոպան նաև այդ առումով իրենցից անընդհատ կախված մնա, իրենցից անընդհատ խնդրող մնա, եւ դրանով փորձում են բարձրացնել իրենց դերը, այսինքն այն թիմը, որը աշխատում է Թրամփի արտաքին քաղաքական մարտավարության վրա, որոշակի մարտավարություն է մտածել, որը գոյության եւ նաեւ հաջողության հասնելու հնարավորություն ունի։ Մենք այս համատեքստում ազդեցություններ ունենալ չենք կարող, ոչ մենք, ոչ Հայաստանը, ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը, եւ այս համատեքստում մենք պիտի մտածենք ինչպիսի լուծումների դեպքում որ քայլերն է, որ մեզ կարող է շահեկան դրության մեջ դնել ու այս առումով կան գործընթացներ, որոնք ամբողջությամբ կախված են մեզանից, մեր ու Եվրոպա փոխհարաբերությունները, մեր եւ Միացյալ Նահանգներ փոխհարաբերությունները, մեր եւ Ռուսաստան փոխհարաբերությունները, այս համատեքստում համադրություններն ու հակադրությունները դիտելը, Հայաստան-Իրան փոխհարաբերությունները, այս համատեքստում մենք ունենք ստորագրված փաստաթղթեր թե Միացյալ Նահանգների եւ թե Եվրոմիության հետ գործընթացներ ենք սկսել, որոնք որոշակի քայլերով շատ փոքր կամ միջին առաջընթաց են ապահովում, պետք է սրանց ավելի ակտիվ պետք է սրանք ավելի ակտիվացնել, պետք է ավելի նախաձեռնող լինել, պետք է առաջարկներով հանդես գալ, որովհետև իմ կարծիքով գերխնդիրը դարձել են կոմունիկացիաները, Չինաստանի մրցակցությունը կոմունիկացիաների Չինաստանի եւ Միացյալ Նահանգների մեջ, եւ այս կոմունիկացիաների առումով Հայաստանը միակն է ողջ տարածաշրջանում, որը Չինաստանի հետ ունի ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, մնացածը թե Վրաստանը, թե Ադրբեջանը, թե Իրանը, թե Ռուսաստանը բոլորն ունեն։ Փոխարենը Հայաստանն ունի ռազմավարական գործընկերության փաստաթուղթ Միացյալ Նահանգների հետ, հետեւաբար մենք Միացյալ Նահանգների հենակետն ենք դառնում, արդեն այդ ճանապարհների առումով էստեղ։ Դեպի Եվրոպա գնացող ճանապարհը երկուսն է միջինասիական հանրապետություններից Վրաստանով ծովով, այսինքն գա Հայաստան, այն որ հյուսիս-հարավն է, գնա Վրաստան, բայց դա պիտի դառնա ծով, նավից հետո ցամաք, որահագին բարդությունները եւ կա ցամաքային կապով դեպի Եվրոպա գնալու հնարավորություն, որը անցնում է Թուրքիայով։ Եվ այս համատեքստի վրա աշխատում է Միացյալ Նահանգները, մեծամտություն չանեմ ու ասեմ, որ ես առաջիններից մեկն եմ եղել կամ ամենաառաջինը, որ սկսել եմ պրոպագանդել միջին-միջանցքը, դրա համար բազմաթիվ հարվածներ ստանալով, որ խրախուսում եմ Թուրքիայի հետ կապը եւ այլը, բայց այդ միջին-միջանցքի մասին խոսելը, միջին-միջանցքը նախկին ամերիկյան վարչակազմի հետ կապելը, Բայդենի վարչակազմի, Բլինկենի, որոնք այդ գերկարևոր համարեցին, պատահական չէր արվում, ես հասկանում էի, որ մրցակցությունը
չինական մեկ ուղի մեկ գոտու վրա է եւ ես տեսնում եմ որ Թրամփի պարագայում ավելանալով Իրանի հանդեպ ունեցած այդ լարվածությունը արևմուտքը այս Միացյալ Նահանգները այս տարածաշրջանը գերկարևոր է համարելու եւ այս տարածաշրջանում գերկարևոր լինելու են ճանապարհները այսօր առավոտյան նայեցին նաեւ նախկին փոխվարչապետ Ռոբերտ Քոչյանի թիմի անդամ Արմեն Գևորգյանի վերլուծությունը եւ շատ կետերում իր հետ համաձայն եմ իսկապես ինքը փորձառու մարդ է ոչ միայն տնտեսության առումով նաեւ քաղաքական առումով այդ վերլուծությունը բավականին լավն էր եւ ես այս առումով շատ ավելի իմ համար բանավեճի կամ զրույցի թեմա եմ համարում այս կարգի օպոնենտների հետ բանավիճել, արգումենտներ դրնելը, որոնք արդյունքներ կտան հետագայում մեր գործունեության, քան այն մոտեցումները, որոնք ավտոմատ դրվում են նոյեմբերի 9-ի փաստաթուղթ եւ այլը, սրանք զուտ խնդիրներ են լուծում սեփական անձի ինքնահաստատման կամ քաղաքական դաշտում որևէ նիշա գրավելու խնդիրների առումով, այսինքն փորձում են նախկին իշխանություններին զրկել իրենց որևէ տեսակետ ասելու առավելությունից նրանցից առաջ են ընկնում, որ որևէ կապ չունի Հայաստանի Հանրապետության, պետականության եւ այլնի հետ։ Հետևաբար այս համատեքստում ես գտնում եմ, որ մենք Միացյալ Նահանգներին պիտի առաջարկենք մեծ փաթեթ, մենք պիտի ստեղծենք խումբ, որի անվանումը կարող ենք դնել Միացյալ Նահանգներ Հայաստան տնտեսական փոխշահավետ զարգացման խումբ, որը պիտի գնա Միացյալ Նահանգներ եւ Թրամփին մինչեւ միլիարդ, 2 միլիարդի առաջարկություններ անի։ Այստեղ խնդիրը խոշորացված թվերինն է, այդ առաջարկությունների մեջ պիտի գերկարևորը լինեն երկու ուղղություններ։ Առաջին հանքահումքային ռեսուրսներ, մասնավորապես բազմամետաղներ, տեսեք անգամ Լուկաշենկոն կարտոֆիլի ցանկացած տարածություններում բազմամետաղներ են ման գալիս, այն դեպքում, որ մենք այդ բազմամետաղները ունենք, դրանք հաստատված կան նույնիսկ սովետական ժամանակներից ընդհանրապես մետալուրգիա մենք պիտի առաջարկենք այստեղ գործարաններ կառուցել պղնձի, մոլիբդենի, ձուլման եւ այլնի եւ երկրորդ ճանապարհներ կոմունիկացիաներ ու հիմնականում երկաթգիծ, որովհետեւ ընդունեք, որ երկաթգծի աշխատելու դեպքում մենք ուղիղ ցամաքային կապ ենք ունենալու դեպի Եվրոպա, այսինքն գնացքը կարող է Հայաստանում բեռնավորվել եւ հաջորդ կանգալը լինի, ասենք, Պրագա կամ Մյունխեն կամ Բերլին կամ Փարիզ ցամաքային ճանապարհով առանց լաստանավերի, առանց եւ այլնի, որ ձմեռային պայմաններ, լարս եւ այլը չկան եւ այս ամեն ինչը շատ կթեթևացնի։ Այս խնդիրների լուծումները ես տեսնում եմ նաեւ, որ Միացյալ Նահանգների ինքնուրույն արդեն այդ ուղղությամբ քայլեր է անում, որտեղ ես մի անգամ բարձրաձայնել եմ, որ կա ամերիկյան ընկերություն, որը այսօր արդեն բանակցում է Քաջարյանի իրական բաժնետեր Տրոցենկոյի հետ այն գնելու առումով։ Այսինքն եթե Քաջարյանը Տրոցենկոն վաճառի եւ դուրս գա Սյունիքից, այդ կնշանակի, որ ռուսական ազդեցությունը ամբողջությամբ դուրս է գալիս։ Ինչպես։ Եթե բայց Գիտեք, այդ եթեի խնդիրը հետևյալում է, Տրոցենկոն, ես գիտեմ, որ ինքն ուզում է, որ վաճառել, երբ իր վրա պատժամիջոցներ կիրառեցին, ինքը անվանափոխեց որդու անունով, հետո որդու վրա էլ կիրառեցին, ինքը մի կնոջ անունով անվանափոխեց, ով երկար տարիներ իր ընկերությունների ֆինանսիստն է եղել կամ հաշվապահ այսպես, բայց միևնույն է, բոլորը հասկանում են, որ դա Տրոցենկոյինն է, եւ Տրոցենկոն հասկացավ, որ այդ իրավիճակներում ավելի լավ է այդ վաճառել, բայց դրա վաճառքը քաղաքական բովանդակություն ունի, որտեղ Ռուսաստանի իշխանությունները ուզում են քաղաքական ազդեցություն ունենալ Սյունիքում։ Իսկ ինչի են իրենք ուզում քաղաքական ազդեցություն ունենալ Սյունիքում, մի պարզ հանգամանք կա, որպեսզի իրանական էներգոգիրները հյուսիս-հարավ ճանապարհով արևմտյան աջակցությամբ չգան ու գնան Եվրոպա։
եւ նման տնտեսական ազդեցությունը պահելով նման իրավիճակներում եթե Իրանի հետ տարանցիկ գազամուղներ կամ տարանցիկ նավթամուղներ կառուցեն, ապա հնարավոր է քաջարան ագարակ կապան այս համակարգելով ներառյալ Թեղուտ եւ այլ ամբողջ Հայաստանի տնտեսական համակարգը բերել կոլապսի, թույլ չտար ներառյալ միտինգների եւ այլնի եւ այս առումով բնականաբար իրենք հակված չեն որ տրոցեն կոնետ վաճառի, բայց հաշվի առնելով են հանգամանքը, որ հիմա սերտացում է գնում Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան համատեքստում, այստեղ կարող են լինել առևտրի այլ հանգամանքներ եւ Ռուսաստանը կարող է համաձայնվել դրան եւ ես կարծում եմ, որ կհամաձայնի դրան, որտեղ հակառակ դեպքում ինքը ագարակի հենակետից չէր հանելու իր սահմանապահ զորքերի ինչեր համաձայնելու հայ-թուրքական սահմանին 50%-ով հայ սահմանապահներ կանգնելու ավելի ինչեր համաձայնի մարգարայից օրեր առաջ հանելուն ինքը բազմաթիվ պատրվակներ ուներ որ դա երկարաձգեր 2-3 տարի տեսնելու թե այս արտաքին քաղաքական զարգացումները որ ուղղությամբ կտանեն հենց պայմանագրերով որտեղ այդ պայմանագրերը որոնք որ մենք կնքել ենք իրենց այդ պայմանագրերով ինքը կարող էր այդ ժամանակը 2-3 տարի երկարաձգել այդ մարդկանց տեղահանելու, տեղաբաշխելու եւ այլ պատրվակներ բերելով եւ մենք ոչինչ ասել չենք կարող։ Իսկ եթե ինքը դրանք դուրս է գալիս, իսկ ինքը միշտ էսպես է մտածել։ Եթե ես չեմ այս տարածաշրջանում, ուրեմն մեր փոխարեն թող լինի Թուրքիան։ Ավելի լավ է լինի Թուրքիան, քան Միացյալ Նահանգները։ Սա Ռուսաստանի մոտեցումն է եղել միշտ։ Եվ դրա համար են նախկիններն ասում, որ եթե ռուսները չեն, ուրեմն թուրքերն են, որտեղ իրենք իրենց ռուսներին շատ լավ են ճանաչում եւ այդ համատեքստից են դուրս գալիս, բայց իրականում հիմա Թուրքիան էլ այդքան արևմուտք չի ու արևմուտքը ինքն է իր շահերը սպասարկում այս տարածաշրջանում Թուրքիայի պահվածքը տարբեր առումներով չի բավարարում Միացյալ Նահանգներին մասնավորապես իրենց գլխավոր գործընկեր Մերձավոր Արևելքում Իսրայելի առումով, որտեղ Թուրքիան ասում է, որ պիտի Պաղեստին պետություն լինի, Երուսաղեմ մայրաքաղաքով, եւ այդ Պաղեստինը պիտի լինի թուրքական։ Այս ավելի վատ ու սուր բնորոշում է Իսրայելի համար, քան Իրանի բնորոշումը, որ ընդհանրապես Իսրայելը չի ճանաչում։ Հասկանում եք, այս մեջքից խփել է Իսրայելի համար, եւ այս առումով կարծում եմ Հայաստանը լայն հնարավորություններ ունի նաեւ Իսրայելի հետ համագործակցելու որովհետև եթե Իսրայելը ունի հակառակորդ Իրան, այսօր ունի նաև հակառակորդ Թուրքիա եւ այստեղ մտածելու բան ունի Իլհամ Ալիևը հենց թուրքական համատեքստում։ Ես համարում եմ, որ արևմուտքը լավ աշխատում է այդ ուղղությամբ, պատահական չի, որ Էրդողանն ասում է անհամբեր սպասում եմ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին, թե ինչի է անհամբեր դարձել, ինչի է ուզում, սա էլ է հասկանալի, բայց ես այն կարծիքին եմ ու համոզված եմ, որ արևմուտքը այն ճանապարհները, որոնք Միջին ասիական հանրապետությունները կապում են Եվրոպային, երբեք չի զիջելու Չինաստանին, չի տալու առավել եւս այդ Թուրքիային, հետեւաբար մեր տարածաշրջանը եւ մասնավորապես Սյունիքը իրենց հետաքրքիր է, հետեւաբար իրենք շարունակելու են այդ ուղղությամբ, մեզ աջակցել այստեղ հետևությունը, որ մենք ճշգրիտ առաջարկություններ անենք, առաջ ընկնենք, փորձենք իրենց համոզել գալու ներդրումներ անելու։ Տեսեք Ղազախստանի իշխանությունները իրենց բոլոր բնական ռեսուրսներով հանքահունքային հնարավորությունների առումով բիզնես ծրագրեր են մշակել տվել մի քանի միլիոն վճարելով KPMG ընկերությանը եւ մարդկանց դրել են այդ թղթերը տվել են ձեռքերը նրանք աշխարհով մեկ ման են գալիս ու խնդրում են որ գան իրենց երկիր ներդրում անեն ցույց տալով որ տեսեք ինչ շահույթներ կունենաք մենք պիտի այս կարգի նախաձեռնողական քաղաքականություն անենք եւ դա միանշանակ կապահովի թե մեր անվտանգությունը այսինքն եթե Սյունիքում Միացյալ Նահանգների տնտեսական ներկայություն կա այն էլ Քաջարանի նման մեծ հանքավայրում այդ նշանակում է որ այլևս Ադրբեջանը այդ ուղղությամբ գործողություններ չի անելու դա ուղղակիորեն բացառվում է եւ եթե նայենք ինչ է առաջարկում Թրամփը Զելենսկուն ինքը իրենք էլի այդ էին ասում են այդ բազմամետաղները կամ
հազվագյուտ մետաղները, որոնք որ կան այդ հանքավայրում, դրա 60% Ուկրաինայինն է, 40%-ը մտնում է ռուսական այն տարածքի մեջ, որը էլի Ուկրաինայինն է, բայց Ռուսաստանը համարում է իրենը, ասում են, այ եթե մենք գանք այստեղ ու Ռուբիոն պետքարտուղարն ասում էր, որ դրանից լավ անվտանգային երաշխիք չկա։ Ուղղակի այստեղ խնդիրը ուրիշ հարթությունում է, այն տնտեսվարողը, որ գալու է այդտեղ, ինքը պիտի ամերիկյան իշխանություններին երաշխիքն ունենա, որ եթե կրակեն իր ուղությամբ, ինքը այդքան գումար է դնում։ Ամերիկյան իշխանությունները ոչ միայն դրոշով այդ կպաշտպանեն, այլև ռազմական եւ քաղաքական սանկցիաներով փոխհատուցում կտան մինիմում։ Եթե այս մեխանիզմը Թրամփը գտնի եւ գտնի այն մասնավոր կազմակերպությունները, որոնք կմտնեն, ապա ինչի՞ չէ, այս տարբերակն էլ կարող է Ուկրաինային խաղաղություն բերել։ Ամփոփելով մեր զրույցը, պարոն Սարգսյան, կայացավ Վազգեն վերջին սպառապետը ֆիլմը, շատ հուզիչ, շատ ոգևորող ֆիլմ։ Ֆիլմի հետ կապված մի հարց հետաքրքիր, Գրետա Մայրիկը անվերապահորեն աջակցում էր Վազգենին բոլոր նախաձեռնություններում ու այդ թվում չխոչընդոտեց տղաների պատերազմին մասնակցությունը։ Սա Նոնոյի աչքերով է, թե իսկապես որպես մայր նա դեմ չէր, որ իր որդիները պատերազմին անգամ մասնակցեն, հաշվի առնելով, որ այսօր շատ ծնողներ փորձում են իրենց որդիներին ազատել բանակից, Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու միջոցով մասնավորապես։ Ասեմ, որ ֆիլմում միտեղ եմ հուզվել, երբ Վազգենի ծնունդին մայրս Հանիկ-նանիկներ երգում, տպավորություն էր, որ իմ օրորոցի կողքին է երգում։ Ապրինոնիկա ճիշտ հիշել էր ու այդ տեսիլքը թե երազը, որը որ կա, հիմնավորում է, որ Աստված կա։ Որ մայրս այդպես է համարել, որ իր որդիների արյունը որևէ մեկից կարևոր չի, դա փաստ է, դա բազմաթիվ հարցազրույցներում մայրս ինքն էլ է ասել եւ Նոնիկ այդ ամեն ինչը վերցրել է մորս ասածից։ Ընդհանրապես մեր տան երեխաները բոլորը այդ ամեն ինչի մասին այնքան գիտեն, ինչքան ես ու Արմենը, որովհետեւ տան խոսակցությունների թեման 30 տարի նույնն է եղել եւ իրենք դրա մեջ են մեծացել։ Ավելին իմ փոքր աղջիկը Ծովինարը երևի բոլորից շատ գիտի այդ ամենը, դրա համար էլ այդքան սիրուն է գրում, որտեվ ինքը անդադ խորանում է դրա մեջ, անդադ նայում է հոպարի նկարները, անդադ կարդում է այն ինչ հոպարը գրել է ու տատիկը գրել է, եւ այս առումով բաներ կա, որ ես չեմ հիշում կամ շփոթում եմ, Ծովինարը շտկում է։ Այնպես որ այս մեր ընտանիքի նաև իմ կյանքի պատմություններ ինչ որ առումով այդ ֆիլմը, որի դիտումից հետո իհարկե ես ուզվեցի, իհարկե այդ հասկանալու ու մարսելու խնդիր ունեի եւ շնորհակալ եմ թե դերասաններին, թե ֆիլմի ստեղծողներին նման հնարավորություն մեր ժողովրդին տալու, որ Վազգենին ավելի լավ ճանաչեն Վազգենի մարդկային կերպարը, թե դպրոցում, թե դրանից հետո գրականության մեջ գարունում, թե որպես զինվորական եւ թե որպես պետական գործիչ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Իսկ ինչ անել, որպեսզի Գրետա Մայրիկի նման մայրերը շատ լինեն մեր ազգում։ Գիտեք, ես համարում եմ, որ նման մայրեր Հայաստանում էլի շատ կան։ Ես համարում եմ, որ նախ մայրերը պիտի հնարավորին շատ երեխաներ ունենան հիմի, որտեղ մենք դեմոգրաֆիական, մարդագրական լուրջ խնդիր ունենք եւ ես համարում եմ, որ հայրենասիրությունը եւ հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր տղամարդու սրբազան իրավունքն է, իսկ դա ամենից լավ զգում են կանայք, զգում են մայրերը։ Ես հետևում եմ համացանցում գրառումներին, ամենաանողոքը, նույնիսկ ամենադաժանը այդ առումներով, երբեմն որ պահանջում են ամենախիստը, զարմանում եմ, որ կանայք են։ Մի անգամ նույնիսկ ասել եմ, ինձ թվում է, որ դայչի մասնագիտությունը ավելի շատ կանացի մասնագիտություն է։ Որտեղ մայրերը ուզում են, որ չարը միանշանակ պատժվի։
Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։